Ինչպես Հայաստանում զբոսաշրջությունը վերածել երկարաժամկետ տնտեսական ուժի։ Հենց այս հարցի շուրջ էլ կայացավ Հայաստանի զբոսաշրջությունը, որտեղ ենք եւ դեռ ինչ պետք է անել թեմայով պանելային քննարկումը, որը կազմակերպվել էր համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ գործակցությամբ։ Պետական, մասնավոր եւ միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների այս քննարկումը պատահական չէր։ Վերջին տարիներին Հայաստանը գրանցել է նկատելի առաջընթաց զբոսաշրջության ոլորտում։ Նոր ավիաընկերությունների մուտք, հյուրանոցային կարողությունների ընդլայնում, ենթակառուցվածքների զարգացում եւ միջազգային ճանաչման աճ։ 2025 թվականին մեր երկիրը նույնիսկ արժանացավ Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն կոչմանը World Travel Awards-ի շրջանակում, սակայն սա բավարար չէ կայուն եւ մրցունակ զբոսաշրջային համակարգ ձևավորելու համար։ Քանի որ այսօրվա դրությամբ զբոսաշրջությունը ստրատեգիական, ռազմավարական, կարևոր գործիք է, կարևոր դեր է խաղում Հայաստանի զարգացման համար, դա է պատճառը, որ որոշվեց վերցնել զբոսաշրջությունը որպես թեմա եւ պանելիստները դրանք քաղաքականություն մշակողներն են, դրանք ոլորտի մասնագետներն են, դրանք գիտնականներն են, ովքեր այսօր երկխոսության ձևով կքննարկեն զբոսաշրջությունը, դրա զարգացումը, դրա հետևանքները, ինչպես է այն ազդում Հայաստանի զարգացման վրա։ Համաեվրոպական այս ծրագիրն արդեն մի քանի տարի է համարվում է հայ բիզնես առաջնորդների համար առաջատար կրթական հարթակ, որտեղ քննարկվում են ոլորտի ամենահրատապ հարցերը, ինչպես Հայաստանը կարող է կայուն եւ երկարաժամկետ զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես առավելագույնս օգտագործել երկրի բնական, մշակութային եւ պատմական արժեքները եւ ինչպես վերածել զբոսաշրջությունը իրական տնտեսական ուժի։ Ըստ Յորքի համալսարանի Եվրոպական կոմպուսի բիզնես դպրոցի դեկան պրոֆեսորի, զբոսաշրջությունը ռազմավարական գործիք է, որը միաժամանակ ազդում աշխատատեղերի ստեղծման, մարզերի զարգացման, ներդրումների ներգրավման եւ երկրի միջազգային բրենդի ձևավորման վրա։ Մենք խոսում ենք աշխատատեղերի ստեղծման մասին, հատկապես մարզերում, խոսում ենք ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ներգրավման եւ ի վերջո երկրի միջազգային ընկալման մասին։ Եթե չկա հստակ ռազմավարություն, այս բոլոր ազդեցությունները լինում են հատվածական, բայց ճիշտ կառավարման դեպքում զբոսաշրջությունը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ տնտեսությունը, մշակույթը եւ ազգային բրենդը միավորվում են մեկ ամբողջական պատմության մեջ։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը կարևորեց պետական ռազմավարությունն ու միջազգային դիրքավորման առաջնահերթությունները։ Զբոսաշրջության թվերը Հայաստանում կայուն աճ են գրանցում եւ դրան նպաստում են եւ մարքեթինգային արշավները, որոնք մենք իրականացնում ենք, եւ այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունենում Հայաստանում, դրանք փառատոներն են, համերգներն են, սպորտային իրադարձություններն են եւ իհարկե նոր բացվող, անդադար նոր բացվող եւ մատչելի ավիափոխադրողներն են, ավիատոմսերն են, որոնք միջազգային զբոսաշրջիկին բերում են Հայաստան, բայց շատ զբոսաշրջիկները իրենց հետ բերում են նաև շատ խնդիրներ։ Դրանք եւ ենթակառուցվածքային խնդիրներն են, սկսած ճանապարհներից եւ հյուրանոցների համարներից, մահճակալներից, ծառայությունների որակին են անդրադառնում շատ հաճախ։ Ինչպես նաև այս ամենը արվում է, պետությունը գումարներ է ծախսում, որպեսզի զբոսաշրջիկը ոչ միայն գա Հայաստան, այլ մնա շատ օրեր բնականաբար ծախսի շատ գումար եւ ամենակարևորը ուզենա վերադառնա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն էլ խոսեց ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարեւորության մասին։ Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացած եւ մրցունակ զբոսաշրջություն, չենք կարող շրջանցել ենթակառուցվածքների հարցը։ Ճանապարհները, տրանսպորտային հասանելիությունը, մարզերի միջև կապակցվածությունը պարզապես օժանդակ գործոններ չեն, դրանք հիմքն են։ Այսօր մենք ունենք մեծ ներուժ մարզերում, բայց այդ ներուժը լիարժեք չի օգտագործվում, քանի դեռ հասանելիությունը սահմանափակ է։ Ուստի մեր առաջնահերթություններից է ապահովել, որ զբոսաշրջիկը հեշտությամբ հասնի ոչ միայն Երևան, այլև մարզեր։ Մասնավոր հատվածն էլ խոսեց հյուրանոցային ծառայությունների եւ միջազգային չափանիշների ներդրման կարեւորության մշակութային ժառանգության դերի մասին, որն ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։ Քննարկումը վերահաստատեց Հայաստանն այսօր ունի մեծ ներուժ։ Պետք է ուղղակի հստակեցնել երկրի զբոսաշրջային դիրքավորումը, ներդնել նոր գաղափարներ, բարելավել ենթակառուցվածքներն ու աշխատել ոլորտի կայուն զարգացման վրա։ Համաեվրոպական այս ծրագիրը, որը գործում է 2016 թվականից եւ արդեն 450 շրջանավարտ ունի, հենց այդպիսի հարթակ է ստեղծում։ Այստեղ միատեղվում են պետությունը, բիզնեսն ու ակադեմիան միասին կերտելու Հայաստանի ապագան։ Մասնագետների, պետական կառույցների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների քննարկումները փաստում են, Հայաստանը կարող է լինել մրցունակ եւ զարգացող զբոսաշրջային ուղղություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։